Սահմանամերձ գյուղը, որտեղ կա ժողովրդագրական խնդիր արդեն իսկ, այդ գյուղում փորձել են դպրոցը փակել։ Սահմանամերձ գյուղերում մենք արդեն ժողովրդագրական մեծ խնդիր ունենք։ Գյուղացին ինքը խնդիր ունի գյուղատնտեսության հետ կապված։ Նախատեսվում է բոլոր տեղերում ունենալ կոնկրետ սպորտային համալիրներ։ Երաշխավորված խաղաղությունը պետք է լինի երաշխավորված աշխարհի հզոր երկրների կողմից։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, զրուցակիցս այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորության թեկնածու Վարդենիսի տարածքային կառույցի ղեկավար Արման Դավթյանն է։ Պարոն Դավթյան, ողջունում եմ ձեզ մեր տաղավարում։ Գալիս եք Վարդենիսից, սահմանամերձ համայնքից։ Ես կցանկանամ նշեք քարոզարշավը ինչպես է անցել Վարդենիսում, ինչ տրամադրություններ են Վարդենիսում եւ նաեւ Բարգավաճ Հայաստանը ինչ է առաջարկում սահմանամերձ համայնքների գյուղերի համար։ Նախ ողջունում եմ ձեզ, ողջունում եմ մեր հետևորդներին, շնորհակալություն եմ ուզում հայտնել այս հնարավորության համար։ Սիրով կներկայացնեմ ձեզ ձեր տված հարցերի պատասխանները, սիրով կներկայացնեմ ձեզ։ Քարոզարշավը մենք անցկացրել ենք շատ ակտիվ, հանդիպում ենք ունեցել բոլոր գյուղերում, մեր համակիրների հետ, ընդհանուր առմամբ ժողովրդի հետ, ունեցել ենք ակտիվ հանդիպումներ, բոլոր տեղերում արժանացել ենք լավ վերաբերմունքի, ջերմընդունելության, բայց ցավոք սրտի մեր գյուղերում արձանագրել ենք շատ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։ Հիմնականում ինչի հետ կապված։ Հիմնականում գյուղացիները զբաղվածության հետ կապված խնդիր ունեն, ինչի հետևանքով իրենք արդեն լքել են գյուղերը, օրինակ սահմանամերձ գյուղերում մենք արդեն ժողովրդագրական մեծ խնդիր ունենք, որովհետև մարդիկ մտածում են այդ գյուղերից դուրս գալու մասին, որովհետև աշխատատեղ չունեն, աշխատելու, ապրելու հնարավորություն չունեն, ինչպես նաև անվտանգային խնդիրները ավելի ահագնացած են։ Մինչև անվտանգային խնդիրներին անցնելը նշեցիք, որ Վարդենիսում հիմնականում թողնում դուրս են գալիս։ Թվեր ունեք, տվյալներ ունեք, ինչքան մարդ է մեկ տարվա կտրվածքով դուրս եկել Վարդենիսից։ Ես ձեզ կոնկրետ թվեր հիմա չեմ կարող ներկայացնել, բայց վստահաբար կարող եմ պնդել, որ հատկապես գյուղերում, սահմանամերձ գյուղերում մոտ 30-ից 40% արդեն դուրս են եկել, իսկ մնացածն մտածում են դուրս գալու մասին։ Հիմնականում զբաղվածության բացակայության համար։ Այո, հիմնականում զբաղվածության խնդրի բացակայության համար, որովհետև Վարդենիսը ինքը ընդհանուր առմամբ համարում է գյուղատնտեսական շրջան։ Բայց գյուղատնտեսության հետ կապված այսօր շատ ահռելի քանակի խնդիրներ կան, որոնք որ անհապաղ լուծում են պահանջում, որպեսզի մարդիկ կարողանան շարունակել այնտեղ բնակվել եւ այդ խնդիրներով զբաղվել, ընդհանրապես զբաղվել գյուղատնտեսությունով։ Օրինակ անասնագլխաքանակի հետ կապված լուրջ խնդիր կա։ Վարդենիսը հայտնի է Հայաստանում ընդհանրապես իր անասնագլխաքանակով, բայց այսօր գյուղ մտնում ենք եւ այնտեղ տեսնում ենք, որ անասնագլխաքանակը 80%-ով կրճատվել է արդեն։ Իսկ որ տարիներին հիմնականում։ Հիմնականում դա տեղի ունեցել վերջի 8 տարիների ընթացքում։ Ես դա բացատրում եմ նաեւ նրանով, որ գյուղատնտեսության նախարարություն մենք այսօր չունենք։ Այսինքն գյուղացին ինքը խնդիր ունի գյուղատնտեսության հետ կապված, բայց ինքը այդ խնդրով պետքա գյուղատնտեսության նախարարություն լինի, որ ինքը կոնկրետ գյուղատնտեսության հետ կապված խնդրով մոտենա եւ դիմի այդ նախարարությանը։ Հասկանալի է, ասենք լոկալ մակարդակով կարող դիմի տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց իրանք մասնագիտացված չեն գյուղատնտեսության գործով, որպեսզի կարողանան մարդուն կոնկրետ ինչ-որ հարց լուծել։ Իսկն էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում լիարժեք փոխարինել գյուղատնտեսության նախարարությունը։ Տեսեք, մի քանի նախարարություններ միացրեցին իրար։ Այսինքն էկոնոմիկայի նախարարության կառուցվածքի մեջ մտավ նաև գյուղատնտեսության նախարարությունը։ Բայց իրանք իմ կարծիքով, իմ սուբյեկտիվ կարծիքով, ինչպես նաև մեր թիմի կարծիքով, իրանք ի վիճակի չեն այդ բոլոր խնդիրներով զբաղվելու։ Իսկ գյուղատնտեսությունը մեր երկրում ինքը շատ մեծ տարածում ունի։ Դրա համար պետք է կոնկրետ նախարարություն, որպեսզի զբաղվի գյուղացու հոգսերով ու հարցերով։ Դուք ձեր ծրագրերում ներառել եք գյուղատնտեսության նախարարության վերաբացումը եւ նաեւ կցանկանամ անդրադառնալ այս օրերին հայկական արտադրանքի, ապրանքների, գյուղմթերքի արգելափակումը, սահմանափակումները դեպի ռուսական շուկա։ Դուք ինչ քայլերի եք դիմելու, եթե գաք իշխանության, որոնք են լինելու ձեր քայլերը, որպեսզի խթանեն գյուղմթերքը, հայկական արտադրանքը մրցունակ դարձնելու այլ շուկաներում, ռուսական շուկա նորից տանելու համար,
Ինչ եք առաջարկում դուք։ Ուրեմն տեսեք, կոնկրետ ես լոկալ մակարդակով կբերեմ օրինակը, ինչը որ կարող ենք տարածել արդեն ընդհանուր հանրապետությունով մեկ։ Օրինակ Վարդենիսում վերջի 6 տարվա մեջ ամենամեծ ներդրումը կատարել է պարոն Գագիկ Ծառուկյանը, ինքը ստեղծել է սառնարանային տնտեսություն։ Այսինքն այդ սառնարանային տնտեսության իմաստը այն է, որ իրանք փորձել են գյուղացիներից մթերել իրենց արտադրած բերք ու բարիքը, որպեսզի գյուղացին ինքը միջնորդավորված չլինի նախ իր բերքը իրացնելու հարցում, եւ երկրորդը ինքը կոնկրետ տեղ ունենա, կոնկրետ ժամանակահատվածում տեղ ունենա այդ մթերքը տանել հանձնելու եւ իր վաստակածը վերցնելու համար։ Հիմա մեր նախընտրական ծրագրում նախ ամենաառաջնայինը պետք է բացվի գյուղատնտեսության նախարարությունը, ինքը լինի առանձին նախարարություն, ինչպես նաև նախատեսված է այդ լոկալ օրինակով, որը ես բերեցի, այդ լոկալ օրինակով արդեն ամբողջ հանրապետությունով մեկ ստեղծել սառնարանային տնտեսություններ, որպեսզի ցանկացած գյուղում լինի այդ տնտեսությունը, որպեսզի գյուղացին իր բերքը կարողանա տանի եւ հանձնի կոնկրետ ինչ-որ մի սառնարանի, որպեսզի ինքը ավելորդ քաշքշուկի մեջ չընկնի։ Ինչպես նաև նախատեսված է մեր ծրագրում, որ պետությունը, եթե ինչ-որ մեկը ցանկանում է, օրինակ ինչ-որ մի գյուղատնտեսական ինչ-որ դաշտ ունենա կամ ինչ-որ արտադրություն ստեղծի գյուղատնտեսության հետ կապված, պետությունը պատրաստվում է 30%-ով իր մասնակցությունը ունենալ այդ ծրագրի իրականացման հարցում։ Եվ 5 տարի հետո արդեն ինքը իր մասնաբաժինը դուրս կանի եւ արդեն 100%-ով այդ ինչը որ նախաձեռնել է տվյալ սուբյեկտը, դա արդեն կմնա կոնկրետ իրեն որպես սեփականություն։ Իսկ ԵԱՏՄ շուկայի հետ կապված մենք իհարկե մեր հարաբերությունները պետք է վերականգնենք ԵԱՏՄ շուկայի անդամ երկրների հետ, հիմնականում Ռուսաստանի հետ, որպեսզի մեր գյուղացիները իրենց արտադրած այդ բարիքը հնարավորություն ունենան արտահանելու արդեն ԵԱՏՄ շուկա։ Ինչպես նաև ընթացքում կարող ենք այդ տեխնոլոգիաների զարգացման հետ կապված պետությունը իր սուբվենցիոն ծրագրերով կամ իր դոտացիաներով, որ կհատկացվի, պետք է արդեն չափանիշները բարձրացնենք, որպեսզի մեր գյուղացիների համար նաև հասանելի լինի արդեն եվրոպական շուկան։ Երիտասարդների համար ինչ եք առաջարկում, որպեսզի Վարդենիսի երիտասարդը մնա Վարդենիսում, Սյունիքի երիտասարդը մնա Սյունիքում, ինչ եք առաջարկում երիտասարդների համար, որոնք բնակվում են սահմանամերձ համայնքներում։ Մեր նախընտրական ծրագրում մեծ տեղ է հատկացվել սպորտի, սպորտային այդ միջոցառումների, ինչպես նաև սպորտ կոմպլեքսներ ստեղծելու այդ հարցերին։ Նախատեսվում է բոլոր տեղերում ունենալ կոնկրետ սպորտային համալիրներ։ Այսօր այս անցած տարիների ընթացքում, ինչքան որ պարոն Գագիկ Ծառուկյանը եղել է Օլիմպիական կոմիտեի նախագահ, ինքը իր անձնական միջոցների հաշվին ստեղծել է բազմաթիվ համայնքներում որպես անհատ, որպես բարեգործ, ինքը ստեղծել է բազմաթիվ սպորտ դահլիճներ, սպորտ կոմպլեքսներ, բայց այս պարագայում, եթե մենք գանք իշխանության, ես վստահաբար ասում եմ, դա նաև մեր նախընտրական ծրագրում կարևորագույն դրույթ է հանդիսանում, որ մենք արդեն որպես պետություն մեծ տեղ ենք հատկացնելու սպորտին եւ ենթակառուցվածքները պետք է բարելավեն եւ նոր ենթակառուցվածքներ ստեղծվեն։ Հիմնական որ սպորտաձևերին առաջնահերթություն կա որևէ սպորտաձևի, որ առաջնահերթություն կտակ։ Հիմնականում ավանդական սպորտաձևերը մեր մոտ իհարկե ամշամարտ, ծանրամարտ դրանք են, որոնք որ մարզերում ունեն մեծ պոտենցիալ ավելի զարգացնելու, ինչպես նաև թիմային մարզաձևերին նույնպես արդեն լոկալ միջավայրում, լոկալ մակարդակով մենք պետք է նայենք, թե որտեղ ինչ առաջնահերթություն կա, որտեղ ավելի ինչ պոտենցիալ ունի ավելի շատ զարգանալու եւ տվյալ տարածքում կփորձենք ստեղծել հենց այն զարգ տալ այն սպորտաձևին, որը որ ինքը ավելի հնարավորություն ունի տվյալ լոկալ միջավայրում զարգանալ։ Ինչպես նաև մասսայական սպորտի պետքա զարգացնենք, որովհետև այսօր մենք տեսնում ենք ցավոք սրտի մեծ ցավով արձանագրում ենք, որ կա թմրանյութերի հետ կապված մեծ տարածում։ Իսկ սպորտը, ինչպես նաև մասսայական սպորտը, նաև ոչ օլիմպիական ձևի սպորտաձևերը դրանք նպաստել են, որպեսզի երիտասարդները կտրվեն փողոցից եւ իրանք ավելի շատ ուղղորդեն դեպի սպորտային դահլիճներ, դեպի սպորտ կոմպլեքսներ,
որպեսզի նրանք այդ փողոցից ավելի շատ կտրվեն եւ այդ չարիքը վերջապես մենք կարողանանք արմատախիլ անել մեր երկրից, մեր հասարակությունից։ Իսկ սպորտից բացի գյուղացուն ինչ եք առաջարկում, որպեսզի նա չկտրվի հողից։ Գյուղացուն մենք առաջարկում ենք բարենպաստ պայմաններ, որպեսզի գյուղացին աշխատատեղերի բացում, այո, ես որ նշեցի այդ օրինակը, որ սառնարանային տնտեսություն է ստեղծվել, այդ տնտեսությունում այսօր բացվելուց առաջ պարոն Ծառուկյանը խոստացել էր 60-ից 70 աշխատատեղ որ կստեղծվի, այսօր այնտեղ արդեն աշխատում են 140-ից 150 հոգի մարդիկ, այսինքն կրկնակի նախատեսվածից կրկնակի ավել մարդիկ արդեն աշխատում են այնտեղ։ Եվ հենց այդ որպես օրինակ վերցնելով կարող ենք լոկալ մնացած տեղերում նույնպես բացել այդպիսի տնտեսություններ, որպեսզի եւ աշխատատեղ ստեղծենք եւ որպեսզի մարդիկ գյուղացիները կարողանան իրենց արտադրած այդ բերք ու բարիքը առանց քաշքշուկների, առանց ինչ-որ մի բանի անցնեն այդ տնտեսություններին, որը կլինի փոխշահավետ արդեն համագործակցություն։ Կրթության ասպարեզում ինչ եք առաջարկում։ Կրթության ասպարեզում առաջարկ Հայաստանի ծրագրի հիմնական ծրագրային դրույթներից մեկը այն է, որ կրթությունը, բարձրագույն կրթությունը ինքը պետք է լինի ամբողջովին անվճար։ Դա կարևորագույն դրույթներից մեկն է։ Եվ այդտեղ ճանապարհը հստակ ձևով նշված է, թե ինչպես պետք է անենք, որպեսզի բարձրագույն կրթությունը դառնա անվճար մեր ուսանողների համար։ Ինչպես նաև դպրոցների հետ կապված այսօր գործող իշխանությունը իրանք շատ են նշում, որ կառուցվում են բազմաթիվ դպրոցներ։ Բայց մենք իրանք չեն նշում, որ մոտ 230 դպրոց, եթե չեմ սխալվում, կարող է թվերի մեջ մի քիչ սխալ ասեմ, մոտ 230 դպրոցեր փակվելու են։ Այսինքն սահմանամերձ գյուղը, որտեղ կա ժողովրդագրական խնդիր արդեն իսկ, այդ գյուղում փորձել են դպրոցը փակել։ Իսկ մեր պարագայում, մեր առաջարկ Հայաստանի ծրագրի հիմնական դրույթներից մեկը նաև այն է, որ դպրոցը ոչ մի դպրոց ինքը չպետք է փակվի, այլ ավելին այդ դպրոցները պետք է վերակառուցվեն, ավելի զարգանան, որովհետև եթե գյուղում դպրոց չեղավ, դա նույնպես բերելու է ժողովրդագրական լուրջ խնդրի, որովհետև գյուղում եթե դպրոց չեղավ, այդ գյուղացին մտածելու է գնա այնպիսի տեղ ապրի, որտեղ ինքը իր երեխան խնդիր չի ունենա դպրոց հաճախելու։ Վերադառնանք անվտանգության խնդրին։ Հայաստանի թիվ 1 խնդիրը այսօր եւ միշտ էլ այդպես է եղել, հիմնականում անվտանգ երկիր ստեղծելն է եղել, անվտանգության ապահովումն է եղել։ Դուք ինչ եք առաջարկում այստեղ։ Ես կոնկրետ լոկալ մակարդակով Վարդենիսին վերաբերելի խնդիրների հետ կապված ես կասեմ, որ անվտանգությունը այսօր մեր նամանավանդ սահմանամերձ գյուղերի հետ կապված ամենակարևոր ու ամենազգայուն հարցն է, որը որ մենք բարձրացնում ենք։ Մենք գյուղերից արդեն իսկ կարող ենք տեսնել պարզ աչքով, առանց ինչ-որ դիտափողի, առանց ոչ մի բանի, մենք կարող ենք տեսնել այն խրամատները, նույնիսկ թշնամական խրամատները, որոնք պարզ տեսանելի են պարզ աչքով։ Ճիշտ է, այսօր չունենք կրակոցներ սահմանին, տևական ժամանակ չունենք, բայց այդ ամեն ինչը չպետք է լինի ինչ-որ մեկ մարդու քմաճույքից կախված, այլ այդ պետք է լինի երաշխավորված աշխարհի կողմից։ Դրա համար առաջարկ Հայաստանի ծրագրի ամենահիմնական հիմնադրույթը, ինչպես նաև մեր կարգախոսի մեջ է դա շեշտվում, դա երաշխավորված խաղաղություն բերելն է մեր երկրին։ Երաշխավորված խաղաղություն ասելով ինչ ենք մենք հասկանում, ինչ ենք մենք առաջարկում։ Այդ երաշխավորված խաղաղությունը պետք է լինի երաշխավորված աշխարհի հզոր երկրների կողմից, այսինքն թե տարածաշրջանային հզոր երկրները, թե ընդհանրապես աշխարհի գերհզոր երկրները, իրենք պետք է երաշխավոր կանգնեն այդ խաղաղությանը, որպեսզի ինչ-որ մեկի քմաճույքից կախված այդ խաղաղությունը չլինի, որպեսզի ինչ-որ մեխանիզմներ ունենան զսպելու, մեր վրա չհարձակվելու ու այդ խաղաղությունը երաշխավորված խաղաղությունը բերելու համար։ Մենք պատկերացնում ենք այդ երկրները տարածաշրջանից Ռուսաստան, Իրան, ինչպես նաև պատկերացնում ենք Եվրամիություն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Որպես ռազմավարական բարեկամ դաշնակից։ Իհարկե, Ռուսաստանը որպես Դավթյան եւ ամփոփենք մեր հարցազրույցը այսօր տեղի ունենալու Բարգավաճ Հայաստան կուսակցության ամփոփիչ հանրահավաքը։
ամբողջ քարոզարշավը, այս ամբողջ քարոզարշավի ընթացքը ամփոփելով, ինչ եք կարծում, ինչ սպասումներ ունեք, ինչ պատկեր եք ունենալու հունիսի 7-ին, 8-ին, ձեր սպասելիքները ներկայացրեք ընտրություններից։ Մեր սպասելիքները ամենադրականն են։ Մենք այսօր մեր եզրափակիչ հանրահավաքով ցույց ենք տալու, թե մենք ինչ ընդունելության ենք արժանացել, թե լոկալ մակարդակով, թե ավելի գլոբալ մակարդակով։ Այսօրվա հանրահավաքի սպասելիքները ամենադրականն են։ Մենք խոսելու ենք նորից մեր ուժի առաջնորդի գլխավորությամբ, մենք նորից խոսելու ենք մեր ծրագրերից, մեր անելիքից, հավաքված է կարող թիմ, հզոր առաջնորդությամբ, հզոր առաջնորդի գլխավորությամբ։ Մենք սպասում ենք մեր ժողովրդի ձայները, մեր ժողովրդի քվեից սպասելիք ունենք, որպեսզի ժողովուրդը մեզ վստահի եւ մենք արդեն կարողանանք վստահաբար անցնել այն ծրագրի իրականացմանը, որը որ ծնունդ է առել հենց ժողովրդի մեջից։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, եթե կցանկանաք կոչով, ուղերձով դիմել ձեր ընտրողներին Հայաստանի Հանրապետության քաղաքացում, խնդրեմ։ Ես եմ շատ շնորհակալ, հարգելի վարդենիստներ, սիրելի հայրենակիցներ, հորդորս է ձեզ, որպեսզի դուք հունիսի 7-ին մասնակցեք քվեարկությանը եւ վստահեք կարող ուժի, լավ առաջարկ ներկայացնող ուժի։ Ես կարծում եմ, որ այդ ուժը Բարգավաճ Հայաստանն է իր առաջնորդի գլխավորությամբ եւ ձեզանից խնդրում ենք մենք ձեր քվեն, որպեսզի մենք միասին կարողանանք իրականություն դարձնել այն ծրագիրը, որը ծնունդ է առել հենց ժողովրդի մեջից եւ որը կոչվում է առաջարկ Հայաստանին։ Ուրեմն հարգելի վարդենիստներ, հունիսի 7-ին ընտրում ենք համար 7-ին, որպեսզի ունենանք երաշխավորված խաղաղություն, Բարգավաճ Հայաստան։ Սպասեք դրական փոփոխությունների։ Շնորհակալ եմ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորության թեկնածու Վարդենիսի տարածքային կառույցի ղեկավար Արման Դավթյանն էր։